Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, լավ է, որ ձեր գործընկեր Տիկին Յոլյանը հաստատեց, որ իր լրագրողական գործունեության ժամանակ ականատեսն է եղել, թե ինչ համակարգային կոռուպցիա է եղել, իրանից հետո կարող եք հարցնել, ինչ համակարգային կոռուպցիայի մասին է եղել խոսքը, բայց ես իմ կյանքից եմ ուզում մի պատմություն պատմել, մի քանի ամիս առաջ է եղել, փողոցով քայլում էի, մի մարդ մոտեցավ, շատ ջղայնացած, ներկայացավ որպես գործարար, ինձ նույնիսկ թվաց ընդդիմադիր է, մի պահ, ասաց, ինչի դուք նորմալ չեք բացատրում, թե ինչ բան է, ինչ ասել է Սաշիկի 50-50%, ասի ինչ է նորմալ չեք բացատրում, ասես նա այդ ոնց է եղել։ Ու պատմում է, ասեց ոնց էր առաջ, ապրանքը պետք է ներկրեիր, բերում էիր մաքսատուն, ինքը իր փորձից է ասում էլի, մաքսային ծառայողը ներկայացնում էիր ծառայողին, ասենք $1000 ինվոյս։ Ասում էր, այս ինվոյսը դիր մի կողմ, անցի կողքի սենյակ, քեզ նոր ինվոյս ընդեղ կտան։ Գնում էիր կողքի սենյակ, տալիս էին $500 ինվոյս։ $500 մաքսազերծումն անում էիր, ասում էր, դե մյուս $500 մաքսազերծման կեսը դի սեղանին, կեսն էլ թող քեզ մնա, գնա տուն ազատ ես։ Եթե չհամաձայնվեիր, կողքի սենյակից կստանայիր $2000 անոց ինվոյս։ Ասում է, այս է եղել սխեման, հելեք բացատրեք, մեր հարգելի քաղաքացուն ուզում ասեմ, որ ահա, ձեր խոսքը տեղ հասցեցի, բայց ձեզ որպես այդ համակարգում փորձառու մասնագետ ուզում հարցնել։ Մարդու ով այդքան գոված, այդ Կարեն Կարապետյանի, Վարդան Հարությունյանի ժամանակվա բարեփոխումներ եւ այլ։ Դուք երբևէ լսած կամ տեսած կաք այս իմ օրինակի մեջ նկարագրված երևույթ, ընդ որում ասում այնտեղ տեսախցիկ է տեղադրված, այդ քաղաքացին է ինձ ասում, որ հանկարծ մի կոպեկ, մի դոլար աչուձախ չգնար, որ բրգաձև, սիրուն աստիճաններով, բաժանելով, մինչև վերև գնար, դա էլի համակարգային է, որ տեսախցիկով, վերահսկումով եւ այլն։ Դուք երբևէ, ասում եք գլխավոր պաշտոն եք, չես զբաղեցրել։ Նման բան տեսած կամ լսած մեկից, որ այդ տեսեք տեսախցիկը դրել են չեն թողնում մի կոպեկի ձեռտանք, չափից ավել, այդպիսի բան եղել, հա։ Պարոն Եղան, շատ հետաքրքիր է ձեր հարցը։ Դուք ազգային ժողովի փորձառու պատգամավոր եք, ես նոր եմ պատգամավոր։ Բայց ձեր մոտ հարց չառաջացավ, որ հիմա եկեք գործողություն ձեռնարկենք, իրավապահ մարմիններին դիմենք, տեսնենք այդ ինչ է տեղի ունեցել։ Մատ խորանայիք, հետամուտ լինեիք այդ հարցին։ Հիմա դուք ինձ հարց եք տալի, որ ես չգիտեմ ինչ պատասխանեմ։ Անկեղծ դուք ազգային ժողովի պատգամավոր եք եւ ձեզ մարդը մոտեցել է, ներկայացրել է, հենց էլ պատկերավոր ասեցիք, որ ես կարծում եմ, որ դուք պետքա հետամուտ լինեիք այդ ամեն ինչին։ Ինչու չեք արել։ Չունեմ պատասխան այլ։ Արձագանք։ Պարոն Ֆարմանյան, իմ հարցը կարող է ունենալ երկու պատասխան, կամ այո, լսել եք, տեսել եք կամ լսել եք, մենք դատարանում չենք հիմա։ Դուք անձամբ անպայման չի որ հիմա ցուցմունք տակ։ Ասեք, հա լսել եմ, ինչ որ ասում էին նման մի բան կա, բայց չգիտեմ ով էր, ինչ էր, որ մաքսատաններ։ Կամ կարող ասեք, կյանքում ես նման բան չեմ լսել։ Կարող ասեք, այդ ինչ աբսուրդ սխեմայի մասին եք խոսում, ո՞նց կարող էս բան լինի։ Կեղծ ինվոյսնան փողի կեսը դնենք գրպանները, կեսը թողեն ներկերողի գրպան։ Ո՞նց կարող էս բան լինի։ Կամ այդպես պատասխան կարեք։ Դուք ոչ չեք տալիս, ոչ չեք տալիս։ Դες ո՞նց կլինի։ Լավ, ու վերաձևակերպեմ հարցս, պարոն Ֆարմանյան։ Եթե ձեր աշխատած տարիներին ավելի པարզ հարց եմ տալիս, այն հարցին էլ կարաք պատասխանենք, բայց ավելի པարզ հարց եմ տալիս։ Եթե ձեր աշխատած տարիներին որևէ մաքսավորի ասեին, որ ինքը աշխատավարձ չի ստանալու, ինքը գործից դուրս կգար։ Ես չէի դուրս գա, որտեղ այլ եկամտի աղբյուր չունեի, թե ուրիշը այլ եկամտի աղբյուր ուներ, թե չուներ, չեմ կարող ասել։ Ասում եմ, եթե ասեն դու աշխատավարձ չես ստանում, դուրս կգար գործից, թե չէ։ Ես դուրս կգայի, եթե ինձ ասեին, ուրիշի փոխարեն չեմ կարող պատասխանել, ես դուրս կգայի աշխատանքից, որտեղ առանց աշխատավարձի չէի կարող ապրել պարզապես։ Ինչ վերաբերում է տեսել եք թե չէ, ոչ, պարոն Եղոյան, չեմ տեսել, դա ձեր հարցը փորձեմ պատկերավոր մեր հայրենակիցներին ներկայացնել, սա դահլիճ է, ժողովուրդ ջան։ Տեսնում ենք, չէ՞ որ դահլիճ է, փաստում ենք, որ սա դահլիճ է։ Այս դահլիճի վրա շինարարները աշխատել են, ես չեմ տեսել։ Բայց սա դահլիճ է։ Հիմա երբ որ ես գնահատական եմ տալի քաղաքական, ասում եմ, այո, եղել են կոռուպցիոն դրսևորումներ։ Թե դրանց ճարտարապետներն ովքեր են, չգիտեմ, պարոն Եղոյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար